Քրիստինե Վարդանյանի հետևողական հարցադրումներից հետո Ռուբեն Ռուբինյանը իմիջիայլոց նախորդ խորհրդարանի ավանդույթները շարունակվում են, երբ որ Քրիստինեի խորը եւ գաղափարական ելույթներից հետո արտահերթ ելույթով Ռուբինյանը պատասխանում է, ասվեց հետեւյալը, որ այո, Ադրբեջանը եւ Թուրքիան սպառնալիք են Հայաստանի Հանրապետության համար եւ այդ սպառնալիքը չեզոքացնելու համար մենք գնում ենք այդ հարաբերությունները կարգավորել։ Իրականում տրամաբանական եւ քաղաքական առաջին հայացքից անխոցելի պատասխան կա խնդիր, գնում ենք կարգավորել։ Բայց որտեղ է թաղված շան գլուխը, որտեղ է հիմնական խնդիրը, արդյոք այն ճանապարհը, որով գնում եք դուք, դա հարաբերությունները կարգավորելու ճանապարհն է եւ որն է այն գինը, որը դուք պատրաստում եք վճարել իբր այդ հարաբերությունները կարգավորելու համար։ Եվ արճակատումը, խնդիրը, բախումը, անհամաձայնությունը մեր եւ ձեր ստեղը։ Այդ գինը հետեւյալն է. հրաժարվել անկախության հռչակագրից, ուրանալ ցեղասպանությունը, սահմանագծման եւ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին իրականացնել նոր զիջումներ, Տիգրանաշենը չեք բացառում, որ կարող եք հանձնել, Հայաստանի տարածքով անխոչնդոտ ճանապարհ Արևմտյան Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև, անունը ինչ ուզում եք դրեք, եւ խորհրդարանի կողմից վավերացված պաշտոնական փաստաթուղթ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու։ Ահա սա է այն գինը, որ դուք փորձում եք ու այն ճանապարհը կարգավորեք այդ հարաբերությունները։ Հիմա հարց. այսքան զիջումներից հետո բավարարվելու է Թուրքիան եւ Ադրբեջանը ու կարգավորվեն այդ հարաբերությունները ու այդ սպառնալիքը չեզոքանա։ Միանշանակ ոչ։ Ոչ, որովհետեւ նոյեմբերի 9-ի փաստաթղթով 7 շրջանը վերցնելուց հետո Ադրբեջանը չբավարարվեց։ Արցախը հայաթափելուց հետո Ադրբեջանը չբավարարվեց։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից 200 կիլոմետր քառակուսի օկուպացնելուց հետո Ադրբեջանը չբավարարվեց։ Վերջապես Թուրքիան եւ Ադրբեջանը վերջին 100 տարվա մեջ մեզ մեր սեփական հայրենիքում 2 անգամ ենթարկել են ցեղասպանության։ Հետևաբար այն ճանապարհը, որ դուք առաջարկում եք, սա սպառնալիքը չեզոքացնելու ճանապարհ չի։ Եվ դաշնակցությունը, պարոն Ռուբինյան, այդ սպառնալիքից չի կտվում։ Կտվողը կտվում է եւ այդ կաթը վտանգավոր է ժողովրդին մատուցելու համար։ Հետևաբար մենք դեմ չենք հարաբերությունների կարգավորմանը, մենք դեմ ենք այդ ճանապարհով գնալուն, որտեղ դա համարում ենք կործանման ճանապարհ։